Շնորհակալություն, պարոն վարչապետ, մի հարց ունեմ Տիկին Գալյանին։ Հիշում ենք, որ մենք մի նման համակարգ ներդրեցինք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, ծանուցումների համակարգ, եւ նաեւ այն ժամանակ խոսում էինք, որ սա կարող է լինել ստարտ կամ պիլոտային ծրագրի նման մի բան, հետագայում բոլոր պետական մարմինների ծանուցումները ուղարկելու այդ տարբերակով։ Հիմա հարցը հետևն է, արդյոք ինչ որ ինտեգրում կա, որտեղ ենթադրում եմ այնտեղ արդեն հազարավոր քաղաքացիներ այդպես են ստանում եւ կարող ենք այնտեղի գրանցված էլեկտրոնային փոստը ավտոմատ համարել այդ մեր նախընտրելի էլեկտրոնային փոստը, որը Տիկին Գալյանը նշում էր, որ կարող է քաղաքացին տրամադրել, որտեվ եթե այո, ապա արդեն հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքացի մենք բոլորս կկարողանանք ծանուցումներ ուղարկել, այդ թվում օրինակ մեր համակարգի հետ կապված։ Պարոն Թորոսյան, վաղ թե ուշ բոլոր պետական մարմինները ինտեգրվելու են այս համակարգին։ Հիմա ոստիկանությունը ունի իր ներքին համակարգը եւ այդ մոտիվացիոն կարելի ասել համակարգի գործարկմամբ եկել ենք նրան, որ քաղաքացիները ցանկանում են տրամադրել իրենց էլեկտրոնային հասցեները, որպեսզի օգտվեին որոշակի արտոնություններից։ Մենք հիմա նմանատիպ կարգավորումներ փորձում ենք նախատեսել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, որպեսզի կարողանանք այդ էլեկտրոնային հասցեները նաև փոխանցել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը եւ կարծում եմ որևէ խնդիր չենք ունենա վաղ թե ուշ այդ էլեկտրոնային հասցեներն օգտագործել հենց այս համակարգում։ Երկու եղանակով կարող է համակարգը աշխատել, պարոն Գրիգորյանը փոքր-ինչ խոսեց այդ մասին։ Առաջինը տեքստուալ ծանուցման մասին է խոսքը, երբ այդ հարթակում տեղադրվում է ծանուցման տեքստը, եւ մյուսը լինկով ծանուցման մասին է խոսքը, այսինքն այս դեպքում ոստիկանությունը այդ ծանուցման հարթակ պետք է ուղարկի ոչ թե համապատասխան տեքստը տուգանելու վերաբերյալ որոշման տեսքով օրինակ, այլ պետք է ուղարկի համապատասխան լինկը, որը տվյալ անձին կբերի արդեն ոստիկանության համապատասխան էլեկտրոնային համակարգ։ Տիկին Գալյան, ես ավելի շատ ինչ նկատի ունեի, քանի որ արդեն մենք հազարավոր քաղաքացիների տվյալներ ունենք, մենք կկարողանանք իրենց ավտոմատ ինտեգրել այս նոր համակարգ, որտեղ խոսակցությունը այն ժամանակ հենց դրա մասին էր, որ մենք դրանով հավաքենք քաղաքացիների մի մեծ խումբ, նրանց տալով զեղչի փաստորեն հնարավորություն տուգանքները քիչ մուծելու, որպեսզի եւ նրանք սովորեն այդ համակարգին եւ հետագայում իրենց տված այդ էլեկտրոնային փոստով ծանուցումը համարվի պատշաճ ծանուցում մնացած բոլոր պետական մարմնի համար, որպեսզի նաեւ քաղաքացին նորից չգրանցվի։ Այսինքն մենք նորից նրան չդրթենք գրանցվել այս նոր համակարգում։ Ես պարոն Թորոսյանի հարցը վերաձևակերպեմ, ընդհանրապես թվայնացման մեջ կա մի կարևոր սկզբունք, որը թվայնացման իհարկե արդյունքա նաև սկզբունքա, որ մի տվյալը մի անգամ, որ քաղաքացին իր մի տվյալը պետության տալիս է մի անգամ։ Հիմա այս պարոն Թորոսյանի հարցը այս տեսակետից շատ կարևոր է, որովհետև միտեղ ասում ենք դե քաղաքացի, եթե ուզում ես էլեկտրոնային փոստի հասցեն տուր, հետո երկրորդ անգամ ենք ասում ենք դե էլեկտրոնային փոստի հասցեն տուր, հետո երրորդ, հետո չորրորդ, հետո 5-րդ, հետո 10-րդ, հետո 20-րդ Հարցը տվյալն է, եթե քաղաքացին որևէ պետական մարմնի մի անգամ իր էլեկտրոնային փոստի տվյալը տվել է, մենք պետք է երկրորդ անգամ չուզենք այդ էլեկտրոնային փոստի տվյալը։ Եվ եթե պետք է այս օրենսդրության մեջ կարգավորում անենք, ասենք եթե մարդը, որ այն որևէ հարթակում իրան, չնայած ես համոզված չեմ այդ հարթակը նույն ձևով է գործում թե չէ, բայց կապ չունի։ Եթե մարդը ասել է ինձ ծանուցումը տվեք այս հասցեով, ինչի ենք ասում, մի հատ էլ այս հասցեով մտի, մի հատ էլ մեզ ասա, որ հասցեով քեզ ծանուցենք։ Այսինքն այստեղ այդ սկզբունքից շեղում կարանի, չնայած մենք այդ սկզբունքից շեղված ենք, որովհետև թվայնացում չունենք պատշաճ մակարդակի։ Ես կարծում եմ դա հարց է, որը առնվազն պետք է դիտարկենք։ Պարոն վարչապետ, ես իմ խոսքում նշեցի, որ եթե անձը գրավոր կամ այլ եղանակով կամ հարթակի միջոցով ասում է, որ ես ցանկանում եմ ծանուցվել այս եղանակով, ապա արդեն ասել է, հարցը տեխնիկական լուծման դաշտում է, կարծում եմ։ Միարժեքորեն հնարավոր է այդ հարցը լուծել։ Եթե ասել է պետություն, կառավարություն, եթե ես ճանապարհային երթևեկության կանոնները խախտել եմ եւ ինձ տուգանել եք, ինձ այս էլեկտրոնային ձևով ծանուցեք, հա, այսինքն դա իր համար պատշաճ ծանուցում է։ Այո, Եվ այդ նույն մարդուց էլի նույն հարցի պատասխանը չուզենք, ասենք այս հասցեով, եթե հասցեով է գործում դա, տենց է գործում, թե բջջային համարի
թե հավելված հասցեով է գործում, դե ուրեմն մենք օրենքի մեջ պետքա կարգավորում անենք, ասենք, եթե մենք հարթակով մեզ քաղաքացին որևէ տեղ տվել է, ասել է ինձ ծանուցեք այս հասցեով, իրան երկրորդ անգամ չենք հարցնում, քեզ որ հասցեով ծանուցենք, որտեղ դա առնվազն ներվայնացնող է, կասի լավ հասկացանք, մի անգամ ասացինք 2, 3, 4, ոչ չենք կարող ամեն օր ասենք մեզ որ հասցեով ծանուցենք։ Պարոն վարչապետ, հիմա նախագծում արդեն իսկ այդ կարգավորում կա, եթե անձը գրավոր տարբերակով ներկայացրել է կոնկրետ էլեկտրոնային հասցե, անկախ նրանից, թե որ պետական մարմինն է ներկայացրել, համարվելու է պատշաճ ծանուցված, այնպես որ այդ խնդիրը լուծված է, իսկ հենց այս հարցը զուտ տեխնիկական լուծման ենթակա հարց է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։